Մենք որոշեցինք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Բայց հիմա այդ թեմային նյարդը հանել են վերջ։ Էլ այդ թեմային շուրջ նյարդ չկա։ Հիմա փորձ են անում գնում են բանը, երեք էլ իմացել են բաննա Պետրիշ Ներսիսյանն է պատվիրակությունները ուղարկել տարբեր գյուղեր եւ բնակավայրեր նոր հեղափոխություն մեկնարկելու բանով։ Բագրատի հեղափոխությունից բրտանք հիմա էլ է սկսելու կտրիչի հեղափոխություն։ Գալու է Սա կյանքում չկայացած, կյանքում ոչ մի արժեք չստեղծած, ոչ մի ձև չիրականացրած իր երազանքները ու այդպեսի, չգիտեմ, ինքը մարդա թե բնության սխալն է։ Նա հայ մարդկանց հոգևորականների ծաղրում է։ Նրանց գործողությունները համարում է հակազգային։ Նրանց ասում է, որ ուզում են անեն հեղափոխություն։ Իհարկե այդ մարդիկ ուզում են անեն հեղափոխություն։ Հեղափոխություն անում են հանուն հայրենիքի, հանուն եկեղեցու, հանուն ազգի, հանուն այն բանի, որ մենք հազարավոր տարիներ ապրել, հասել ենք 21-րդ դար ու 21-րդ դարում հայ ազգը որպես այդպեսին ու հայկական պետությունն ու պետականությունը վերացման վտանգի տակ են։ Այսինքն այդ վտանգը արդեն այսօր արկա է, ինքը այսօր արդեն աշխատում է, ոչ թե դեռ ինքը վտանգ է, այլ շատ ցես մազից կախված վիճակում ենք։ Այն ինչը որ ինքը երկրի թիվ 1 ամբիոնից ասում է, մենք որոշել ենք, որ հայոց ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանենք, դա արտասանում է կոնկրետ թուրքը, որովհետև միայն թուրքն է, որ սկսած 20-րդ դարի սկզբից ավելի քան 100 տարի ծախսեց այլանդակ մեծ գումարներ, միլիարդավոր դոլարներ, ամեն մի ռեսուրսներ դրեց, արեց հնարավորինն ու անհնարին, որ աշխարհը չճանաչի հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, երբ որ ավելի քան 100 ավելի պետություններ ընդունել են հայոց ցեղասպանության փաստը, այն փաստը, որ թուրքական դատարաններում 20-րդ դարի սկզբին արդեն իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ կան, թուրքական դատարանն է ընդունել, որ տեղի է ունեցել հայոց ցեղասպանությունը, թուրքը հնարավոր բոլոր գործիքները օգտագործեց ու 21-րդ դարում Հայաստանի սրտում ունեցավ Թուրքի շահը սպասարկողներ այնպիսի, որ այն ինչը որ իրենց 100 տարուց ավել չէր հաջողել, նրանք հաջողում են մոտավորապես 8 տարվա ընթացքում։ Նրանք մի ամբողջ սերունդ սպանեցին այս մարդու ձեռքով ու նրա հոգին փառավորվեց այդ արյունից։ Նա հանձնեց Արցախը ու հոգին փառավորվեց դրանից։ Նա հայկական գյուղերն ու քաղաքները անվանում է թուրքական ու տալիս է թուրքին։ Ու վերջնականապես այդ օրակարգը խանելով նա աշխարհին ասում է, քաղաքակիրթ երկրներին ասում է, գիտնականներին, իրավաբաններին, ցեղասպանագետներին ասում է, դուք բոլորը սխալ եք։ Մենք որոշել ենք, որ այդպիսի օրակարգ չկա, բայց մենք ասելով վստահաբար նկատի ունի ոչ թե հայ ազգին, որովհետև հայ մարդը նման բան չէր կարող անել, նա նկատի ունի թուրքին։ Թուրքն է խոսում հայերեն լեզվով երկրի թիվ առաջին ամբիոնից։ Ես չգիտեմ ինչով կավարտվի սա։ Հավանաբար հայը այս անգամ վերջնականապես կտուժի, հայը կկորցնի իր ինքնությունը, իր պետությունը, իր պետականությունը, իր եկեղեցին, իր կրոնը, բայց եթե հայը հաջողի այս անգամ, ուրեմն մենք աշխարհին ցույց կտանք, որ այո, իրոք մենք արժանապատիվ ենք։ Եթե չէ, այն կենացի մակարդակի, որ հայը հին է, հայը հզոր է, հայը առաջինը է ստեղծեց, այտենց էլ դրանք էլ կամաց կվերանան։ Սա պետք է համախմբի այն մի խումբ հային, ով որ մնացել է, դիմակայելու այլանդակ մեծ ռեսուրսներով թուրքական պետությանը ու թուրքական կապիտալին։ Սա է մեր կռիվը։ Մենք սրա դեմ ենք կռիվ տալիս։ Կհաջողենք մենք, թե նրանք։ Դա ցույց կտա ժամանակը, ընդ որում այդ ժամանակը ամիսների հարց է, այլ ոչ թե տարիների։ Սրա հետ պետք է առերեսվել։